Հայաստանը 10 միլիոն հայի ընդհանուր հայրենիքն է, Էջմիածինը 10 միլիոն հայի հոգևոր կենտրոնն է։ Էջմիածինի զանգերը դարեր շարունակ միավորել են հայ ժողովրդին։ Թող այսօր էլ այս հոգևոր քաղաքի ձայնը դառնա նոր վերածննդի, միասնության, ուժի եւ հաղթանակի կոչ։ Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր։ Տարիներ առաջ, երբ որ թուրքերը Մոսկվայում չէին թողնում, որ մեր Ծիրանը ծախվեր, միակ մարդը, որ կանգնեց հայ գյուղացու կողքին, որ մեր Ծիրանը չփչանա եւ մեր ֆերմերները խոշոր գումարներ չկորցնեն, դա Սամվել Կարապետյանն է։ Էջմիածին ուժեղ Հայաստանում նորից վերականգնելու է իր արդյունաբերությունը եւ ռազմաարդյունաբերությունը, ըստեղ է կռվելու մեր հզորությունը, մեր ուժը, մեր բանակի թիկունքը։ Ամենաճիշտ ճանապարհը ընտրությունների գնալն է, որովհետեւ ընտրություններով մենք տեր ենք կանգնելու Հայաստանին, հայկական Հայաստանին, որ մեր հազարամյա Հայաստանը մնա հայկական, որ 300,000 ադրբեջանցի չգա այստեղ, որովհետև մենք ուզում ենք ապրել մեր երկրում։ Որ կարող է տեսնենք նույնիսկ այն իրականությունը, որ Հայաստանում հողեր, անշարժ գույք ձեռք բերելու խնդիրն էլ գա Ռամիլ Սաֆարովներից։ Մենք նախաձեռնելու ենք Սաֆարովների կանխարգելման մասին օրենք, ըստ որի արգելվելու է Հայաստանում Ադրբեջանի որևէ քաղաքացու կողմից գույքի ձեռք բերումը։ Հայաստանի ղեկավարությունը պետք է դադարի պայքարել սեփական կրոնի դեմ։ Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ բաներ կան, որ իրանից մեծ են։ Հայաստանի հաջորդ ղեկավարությունը հասկանալու է դա, Էջմիածինը դառնալու է առանձին հոգևոր կենտրոն, առանձին քաղաք եւ Հայաստանի ամենազարգացած տուրիստական կենտրոններից մեկը։